Բան քաղաքապետ ավտոբուսի հետ կապված էլ հարց կար, մենք ուսումնասիրի տրանսպորտի վարչությունն էլ ինչի է ուղեգիծը չի հասնում։ Հիմա եք ասում, որ ուղղակի ուսումնասիրի, պարզ էր, որ ուսումնասիրի։ Հա, չէ, ուղղակի որ Եթե ասելու բան չկա, կա ասելու բան։ Բան քաղաքապետ խնդիրը պայմանավորված է եղել ուշացումներով գրաֆիկի, երկու շարժակազմ ուղեգծից անսարք վիճակում են գտնվում, բայց ավտոբուսի տնօրինությունը հավաստիացրեց, որ Հիգերա։ Հա։ Հիգերա։ Այո։ Դա պատճառը։ Այո։ Դրանով պայմանավորված ինտերվալները խախտվել են։ Շատ լավ։ Արամ Թորոսյան։ Շատ կարճ դիտարկումներ, եթե կարիք լինեք զգաք, որ կարժի պատասխանել, խնդրեմ պատասխանեք, նախ դիտարկում պարոն Փաղբուշյանին կապված, ուրեմն այդ անվտանգության հետ կապված, մեր դռները շենքերի առ այսօր նորակառույցների եւ հին շենքերի բազմաթիվ մուտքերի բացվում են դեպի ներս, որպես այն նախկին ղեկավար վստահ եմ գիտի, որ անվտանգության կանոններով պետքա բացվեն դեպի դուրս։ Երկրորդ հարցը ուրեմն Հրազդան կիրճի հետ կապված ուրեմն եւ այդ նորմը պետքա սահմանել, որ այսուհետ բոլորը, ես կարող եմ միգուցե պետքա փոխենք իհարկե ինչը կա, բայց բոլորը այսուհետ դեպի դուրս հնարավորություն ունենան բացելու։ Պարոն Ավինյան, ուրեմն Հրազդանի կիրճում հենց այսօր շինարարություն է իրականացվում, ինքներդ էլ գիտեք, բանի Փարաջանովի թանգարանի տակը, ինչը որ ափսոս որ դա իրականացվում է, եւ երրորդը ձկան խանութ բանի հետ, ձկան խանութի հետ անցումի հետ կապված։ Ես կնախաձեռնեմ, չգիտեմ կմիանան թե չէ, Տիկին Մարգարիտ Խաչատրյանին էլ Հանրապետության վարչության իրեն էլ նամակ ուղարկեմ, պարոն Արայանին էլ, միգուցե մենք կարող ենք այդտեղ նախաձեռնել իհարկե տարբեր այլ հիմնադրամների ֆինանսավորմամբ այդ անցման մեջ ինչ որ ինժեներական մեր երիտասարդների համար ինժեներական միգուցե դիզայն հետաքրքիր միջավայր կրթության եւ տենց որոշ բաների զարգացման հետ կապված դա ինժեներական ավելի ուղղվածության որտեղ երիտասարդները կենտրոնում առանձնապես ճիշտ է վայրեր կան գնալու զբոսնելու բայց տենց զբաղմունքի բան չկա եւ ինչ որ նման միջավայր ստեղծի եւ կսոցիալիզացվեն եւ կհնչեն Թումո հիմնադրամին ա կարելի խոսացնել, Արմատ լաբերին ա կարելի խոսացնել եւ այլն, ավելի մանրամասն կլինի։ Հիմա բուն հարցերը, նախ եւ առաջ առաջի հարցը, ես խնդրում եմ Երևանի վարչական շրջանի ղեկավարին Վարոն Բալայանին ասել, մենք 6-7 ամիս առաջ կամ 5-6 ամիս առաջ հանդիպել ենք, քննարկել ենք, ուզում եմ հասկանալ ինչ է տեղի ունենում ուրեմն աղի լճի հետ վերականգնման այդ նախագիծ ունեիք դրա հետ Սարի թաղի մայթի կառուցման հետ այսօր այնտեղով իջնում էլի երեխեքը ստիպված շատ վտանգավոր քայլում են փողոցով հանդիպակաց դեմ դիմաց ավտոներ են գնում մի տենց վախենալու վիճակ է էլի եւ նաեւ չգիտեմ դա ինչքանով է ձեզ վերաբերվում բայց Սարի թաղի բնակիչները վաղուց արդեն մի հատ այդ գումի շուկայի դիմացը ինչ-որ մի հատ կետ է, որը փաստացի իրանց կանգառն է, բայց ընդհանուր մի հատ կանգառել չկա, էլի, այսինքն ոչ մի բան չկա, մի հատ տրուբա է տնկած, լավա կողքը պուլպուլակ կա։ Այդ առաջի հարցը։ Շնորհակալություն, պարոն Թորոսյան, ի պատասխան ձեր հարցերին ասեմ, Սարի թաղի մայթի հետ կապված նախագիծը էսքիզային պատրաստվել է, ուղարկված է տրանսպորտի վարչություն կարծիքի։ Սարի թաղի նախագիծը պատրաստ է, ուղարկված է տրանսպորտի վարչություն կարծիքի մայթի կառուցման, իսկ շին բարեկարգման կողմից աղի լճի նախագիծը ավարտական փուլում է գտնում։ Ես առհասարակ կհորդորեմ, որ նման կարևոր, օրինակ աղի լիճը հազարավոր մարդիկ են գնում, Սարի թաղի հարցը հազարավոր մարդկանց է վերաբերվում։ Նման կարևոր հարցերը, եթե հնարավոր է, եթե նախագիծ դա արդեն ձեր պարտականությունը չի, այլ առհասարակ, միգուցե կարելի է նաև ավականուն նախապես շրջանառել, թե սենց նախագիծ կա, ինչ կարծիք ունեք, մենակ բաների, հուշատախտակների, բաների մասին կարծիք չհայտնենք, էլի, մեկ էլ չգիտեմ ու տարբեր բան։ Այդ կարևոր, բայց շնորհակալություն, լավ որ գնում է, ուրախ կլինեմ, եթե դնեկուզ այս փուլում ավականու բոլոր անդամներին ուղարկեք այդ նախագծերը տեսնենք։ Եվ երկրորդ հարցը վերջի 2-3 օրը հատկապես եղավ հայկական անշարժ գույքի ուրեմն միջազգային տենց այսպես ասած
հանդիպում վաճառք Մոսկվայում, վերջը տեն շատ չխորանամ, ուրեմն վերջի 2 օրը Skyline նախագիծը, որը որ Օրվելի փողոցի վրա է, շատ ակտիվ գովազդում է, իր կառուցվող 35 հարկանի 5 աշտարակները եւ մնացած այլ կառույցները եւ նկատեցի, որ գովազդի տակ մի քաղաքացի գրեց, բայց դուք շինթույլտվություն չունեք, ինչպես եք վաճառում, պատասխանն էր շինթույլտվությունը մոտ օրերս կլինի։ Հարց պարոն Ավինյանին, արդյոք այդ նախագիծը ռազմական հոսպիտալի նախկին տարածքում շինթույլտվությունը մոտ օրերս կլինի եւ ինչ վիճակում առհասարակ։ Պարոն Թորոսյան, անկեղծ ասած, ես չգիտեմ, որ մենք դիմում ունենք տվյալ կառուցապատողից այս բանը ունենք։ Ունենք, պարոն քաղաքապետ, համալիր փորձաքննությունը անցել են, դիմել են մեզ անցած շաբաթվա վերջ, լրամշակելու հարցեր կա, պետք է փաստաթղթերը լրամշակեն եւ ներկայացնենք ձեզ։ Իհարկե։ Ինչ վերաբերմունք ունեք այդ նախագծի վերաբերյալ, պարոն Ավինյան։ Պարոն Թորոսյան, ես որևէ նախագծի վերաբերյալ կառուցապատման ունեմ այն վերաբերմունքը, ինչը ինձ առաջարկում է քաղաքաշինական խորհուրդը, որը բաղկացած է 5 ճարտարապետներից։ Այս 5 ճարտարապետներից ամեն մեկը 6 ամիսը մեկ փոփոխվում է։ Որևէ վերաբերմունք, քանի որ ես ինքս մասնագետ չեմ, այնուամենայնիվ չեմ կարող ունենալ եւ իրականում բարդ նախագիծ է շատ, բարդ է այն առումով, որ նոր ստանդարտներ է ենթադրում, նոր տեսակի շենքեր է ենթադրում, նոր տեսակի հարկայնություն է ենթադրում եւ անկեղծ ասած նաեւ տեղխսկողության չէ, հրդեհային հատվածը ենթադրում է մեր ստանդարտներին, մեր ստանդարտներով չէր։ Այսինքն ենթադրվում էր, որ պետք է ինչ-որ նոր ստանդարտներ քննարկվեր համալիր փորձաքննության ժամանակ։ Այդ խնդիրները լուծվել են բոլորը։ Նոր ստանդարտներ պետք է մշակեին, հակահրդեհային տեսչական մարմնի հետ են իրանք աշխատում, դեռ փաթեթը ուսումնասիրում ենք, լուծվել են թե ոչ, այս բանը չեմ կարող պատասխանել, բայց միանշանակ նոր հակահրդեհային նորմեր այնտեղ պետք է կիրառվեն։ Պարոն Թորոսյան, իմ վերաբերմունքը հետևյալն է, ընդհանուր առմամբ քաղաքաշինական խորհուրդ, եթե բացասական վերաբերմունք չունի որևէ քաղաքաշինական նախագծի վերաբերյալ, Երևանի քաղաքապետարանը այդտեղից ունի հավաքագրվող էական եկամուտներ։ Օրինակ երևի թե շինթույլտվության համար տենց մի 1.5 միլիարդ դրամ պարտավոր են վճարել։ Եթե չեմ սխալվում 970 միլիոն դրամ, պարոն քաղաքապետ։ Քիչ այլ է։ Արմեն Գալ արդեն տենց ոնց որ երկար տևեց, Արմեն Գալ ջան։ Ճիշտ է, փողոցը ճիշտ է ասում, պարոն Թորոսյան։ Փողոցը ճիշտ է ասում, այդ դիտողությունը քաղաքաշինական խորհուրդը նույնպես ունեցել է։ Այո, պարոն քաղաքապետ։ Հաշվի կառնեք։